Ողջունում եմ ձեզ, բարի լույս, բարի առավոտ։ Երևանում հագին ուժեղ անձրև էր, զարմացանք, որ ճանապարհին դիմացանք, որ Գեղանիստում անձրև չկա այդքան։ Եվ ուրախ եմ ողջունել ձեզ։ Մենք ինչ առաջ հարգանքի տուրք մատուցեցինք մեր նահատակներին 93 թվին զոհված, 20 թվին զոհված, 22 թվականին զոհված և ես այս մասին շատ եմ խոսում և կարծում եմ, որ մեր նահատակների հիշատակը բարձր պահելու լավագույն ձևը ունենալ հնարավորինս զարգացած, հնարավորինս անվտանգ, հնարավորինս բարեկեցիկ, հնարավորինս միջազգային մեծ հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետություն, հնարավորինս անկախ և հնարավորինս հարատև, որովհետև մեր պատմությունը ինչ է մեզ ասում, մեր մեծագույն խնդիրը եղել է հետևյալը, որ մենք աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների բերումով ստացել ենք պետություն և երբ որ աշխարհաքաղաքական պայմանները փոխվել են, մենք կորցրել ենք պետությունը և հետևաբար հիմնականում մեր պետության ձևավորման պատմության ընթացքի վրա մեր ազդեցությունը եղել է նվազագույնը նույնիսկ 1918 թվականին ըստ էության Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց Վրաստանում, Թիֆլիսում և երկար ժամանակ մեր կառավարությունը չէր գալիս Երևան, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարի և ըստ էության 1990-91 թվականի պրոցեսներն են խորհրդային միության քայքայման հետ են կապված, դա նորմալ է, բնական է, բայց մեր մեծագույն խնդիրը իմիջիայլոց 2018 թվականին, երբ որ ես ընտրվել եմ վարչապետ, իմ առանցքային խոսույթը եղել է հետևյալը, որ մենք Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս բերենք պատմական այս ցիկլից, երբ որ մեր պետություն ունենալու և պետությունը կորցնելու պրոցեսի վրա մեր ազդեցությունները նվազագույն են։ Մենք պետք է մեր ազդեցությունը մեծացնենք և մեր ազդեցությունը ոչ միայն պետք է մեծացնենք, այլև այն պահին, կարեք բացեք նայեք արխիվից, ես ասել եմ այն պահին, երբ որ Հայաստանից դուրս կորոշվի, որ Հայաստան պետությունը այլևս դե ֆակտո կամ դե յուրե պետք է գոյություն չունենա, Հայաստանը այդ պահին պետք է ունենա այնքան կամք և ուժ, որ կարենա ասի ոչ, Հայաստանի պետությունը գոյություն է ունենալու։ Ինչ որ դուք տեսնում եք 2018 թվականից մինչև այսօր ամբողջը այդ պրոցեսի մասին է։ 2018 թվականից մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ և 2018 թվականի մայիսի 9-ից սկսվել է, ավելի ճիշտ շարունակվել է այդ բանավեճը, որտեղ այնպես չի, որ այդ բանավեճը ինձնով է եղել և ինձնով է եկել։ Ես մտել եմ այդ բանավեճի հորձանոթի մեջ, այնպես չի, որ անսպասելիորեն, սպասելիորեն Հայաստան պետությունը գոյություն ունենալու է, թե չէ։ Ես դրա համար եմ անընդհատ ասում, որ իրականում Ղարաբաղի հարցը շատ վաղուց լուծված է եղել, հարցը Հայաստանի հարցն է եղել և մեր փոփոխությունը տեղի, բայց այն չի, որ մենք սկզբանե գլխի ենք ընկել, իմացել ենք դա, սա շատ կարևոր հանգամանք է, ես նույնիսկ չգիտեմ լավ է, թե վատ է, որ մենք դա հնդածս ենք շերտ բացելով հասկացել, բայց մենք ընդհանրապես հասկացել ենք, որ մեր առջև դրված է Հայաստանի հարցը, Հայաստանի պետության հարցը, Հայաստանի պատմական ցիկլի կրկնության հարցը, և մենք պետք է որոշում կայացնենք, մենք մնում ենք այդ ցիկլի մեջ, թե մնում ենք այդ ցիկլից դուրս։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։